Այո, խաղաղության օրակարգն էլ հետ, այո, որովհետև դուք պետք է ունենաք կոնֆլիկտ, ձեր մոտ պետք է լինի արյունահոսություն, իսկ նրանք էլ գան մեզ փրկեն, մեզ վերացնելով որպես պետություն։ Մեզ էլ հետո տանեն քշեն Ռուսաստան եւ դարձնեն Սիմոնյան Մարգոներ եւ Ֆիլոս Սոկրատներ։ Էս է Ռուսաստանի պատկերացումը։ Ուրիշ պատկերացում նրանք ուրիշ դերակատարում հայ ժողովրդի չեն պատկերացնում։ Ես չեմ խոսում, որ այն մասսային էլ տանեն գլուխներն ուտեն Դոնբասում ու գցեն սև ցելոֆանի մեջ։ Սա է Ռուսաստանի պատկերացումը։ Հիմա այս մարդիկ, որ եկել են մեզ բան են ասում, չէ, ֆանտոմանսի նման, դրանց այն վրայից են դիմակը, որ հանեք, տակից դուրս են գալիս, ինչ, Սալավյովի, Մարիա Զախարովայի, Մարդակեր Պուտինի այլանդակ սֆատները, նույն, սրանք դեմքերն են ընդամենը տարբեր, ուրիշ բան չկա սրա տակ։ Ուրեմն յուրաքանչյուր ոք, ես չգիտեմ սրանցից ով կանցնի թույլ կտրվի մասնակցել ընտրություններին կամ թույլ չի տրվի, պետք է թույլ չտրվի, թե ոնց հարցրեք մոլդովացիներից ձեզ։ Այսինքն բոլոր հիմքերը կան։ Այո, բոլոր հիմքերը կան, բայց ով էլ կմասնակցի, ով սրանց ձայն է տալիս Դուգինին, ձայն է տալիս Սալավյովին, ձայն է տալիս Մարիա Զախարովային, ինչ էլ որ խոստանում են, սրանք ոչ մի բան են, սրանք այս խոստումները զրոյական նշանակություն ունեն, որովհետև սրանք ընդհանրապես լարի ծնգած բալալայկայի նման ծնգծնգում են Մարիա Զախարովայի գրկին դրած, ուրիշ ոչ մի բան։